Հիմա փորձում ենք նոր կետչուպ ստանանք, բարձր որակի, պրեմիում դասի, արտասահմանյան շուկայի համար նման պահանջարկ ունենք։ Բահար Դարչին Քիմիոն ու էլի մի քանի համեմունք, որոնց անունները չեն գաղտնազերծում։ Սանֆուդում բոլոր բաղադրատոմսերն իրենք են ստանում պատրաստիներով, չեն առաջնորդվում։ Մի քանի տարի առաջ, երբ նոր էին նախաձեռնել կետչուպ մայոնեզ արտադրել, դրսի գործընկերները պատրաստ են փորձով կիսվել, ասում են հրաժարվեցին։ Ստանդարտ ոչ մի բաղադրատոմսերով չառաջնորդվեցինք, որոշեցինք ստեղծել մերը հայկական շուկային յուրահատուկ համերով, մեր տեղական խոտերով, սարի համեմունքներով։ 2009-ից գործող ընկերությունն առաջին տարիներին արտադրում էր բուսայուղային խառնուրդներ, մարգարիններ, սպրեդներ, շուկան այդ ժամանակ հագեցած էր հիմնականում իրանական, ռուսական ապրանքներով, տեղական արտադրողներ չկային։ Ընթացքում կարողացան ներմուծված ապրանքը սպառման շուկայից հիմնականում դուրս մղել, առաջատար դիրքում հայտնվել, հետո արդեն տեսականին ընդլայնեցին, մոտ 40 տեսակի կետչուպ, մայոնեզ սկսեցին արտադրել, նաև խտացրած կաթ, տոմաթի մածուկ։ Նոր տեսականու ու նոր ծավալների ձգտումը դարձավ իրատեսական, երբ հնարավորություն ստեղծվեց օգտվել պետական աջակցության ծրագրերից, հրաժարվել հինգույքից ու տեխնոլոգիաներից, արտադրությունը գրեթե ամբողջությամբ վերազինել նոր սարքավորումներով, հոսքագծերով։ Կառավարությունը տվեց ընկերությանը հնարավորություն տարեկան 0-ից մինչև 2-3% տոկոսադրույքով ներկրել սարքավորումներ, եւ դրա արդյունքում ընկերությունը բավականին զարգացավ։ 2024 թվականին շրջանառությունը կազմում էր 8 միլիարդ դրամ, իսկ 25 թվականի արդյունքներում հասել է մինչև 11 միլիարդի։ Հարկերը, որոնք վճարվել էին 24 թվականին 1,5 միլիարդ դրամ, 25 թվականի արդյունքներում վճարվել են 2,5 միլիարդ դրամ։ Պետական աջակցությունը նպաստեց ոչ միայն արտադրության արդիականացմանը, հնարավորություն տվեց նաև հումքի նոր շուկաներ դիտարկել։ Նախկինում հիմնականում հումքերը ներկրում էին Ռուսաստանից, 2024-ից արդեն նաև Իրանից, Ինդոնեզիայից, Մալայզիայից, Հնդկաստանից եւ Չինաստանից են նաև նյութերը բերում, հիմնականում փաթեթավորման համար անհրաժեշտ։ Դիվերսիֆիկացումը թույլ տվեց էժանացնել հումքի արժեքը, կարողանալ ընտրություն կատարել եւ ոչ միայն Ռուսաստանի Դաշնությունից ներմուծել, այլ նաեւ այլ երկրներից, եւ երկրորդը հնարավորություն տվեց ընկերությանը կարողանալ ավելի որակյալ հումք ներմուծել։ Կառավարության աջակցությամբ ընկերությունը երրորդ երկրներից հումքերը ներկրում է առանց մաքսատուրքի։ 3 տարում 2024-ից 27 նախատեսել են ներմուծել մոտ 3,2 միլիարդ դրամի ապրանք։ Մաքսատուրքի արտոնությունը մոտ 300 միլիոն դրամ կկազմի։ Արտադրական ծավալների կտրուկ աճին զուգահեռ արտահանման ցուցանիշներն են նաև բարելավել։ 24 թվականին ընկերությունը արտահանել է մոտ 60 միլիոն դրամի ապրանք։ Այսօր 25 թվականի արդյունքներում ընկերությունը արտահանում է արդեն 500 միլիոն դրամ արտադրանք։ Ընդլայնվել են արտահանման երկրները։ 2021-22-ին են առաջին արտահանումները կազմակերպել շուկան Վրաստանն էր։ Հիմա արդեն 1 տասնյակից ավելի երկրներում են իրենց արտադրանքը ներկայացնում, Ռուսաստանից մինչև Ղազախստան, Կիպրոս, Արաբական Էմիրություններ։